բոլոր փաստաթղթերով հանդիսանում է առաջնահերթություն, միջազգային ճանաչումը եւ որևէ մեկը դա չի փոխել։ Բացառապես իշխանությունները այսօր կեղծ իրենց թեզերով թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողանալու նպատակով փորձում են այդ հարցը հանել օրակարգից։ Պարոն Վանեցյան, այսօր Փաշինյանը դատապարտել է, սադրիչ եւ հրահրող է համարել Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները այրելը, ասել է, որ միջազգայինորեն ճանաչված պետության դրոշները այրելը, այն էլ հարևանների, դատապարտելի է եւ ընդունելի չէ։ Ո՞րն է ձեր վերաբերմունքը սրան, ճիշտ է նման քայլը, ճիշտ չէ, Փաշինյանը ինչ է այսքան ցավում հարևանների դրոշների համար։ Փաշինյանը, եթե միայն ցավար դրոշները այրելու համար եւ որևէ գործողություն չաներ, որը կբխեր ոչ թե հայկական պետության շահերից, այլ կբխեր բացառապես թուրք-ադրբեջանական շահերից, մենք կարող էինք այդ հայտարարությունը դիտարկել որպես երկրի ղեկավար, որը պարտավոր է պահպանել ամեն դեպքում հարաբերությունները հարևան երկրների հետ։ Բայց այս իրավիճակում Փաշինյանի խոսքերը տեղավորվում են այնտեղ, որ ինքը հերթական անգամ սպասարկում է ավելի եռանդով թուրք-ադրբեջանական շահերը, քան հայկական շահը։ Պարոն Վանեցյան, քանի որ դուք Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել եք, ուզում եմ իմանալ, այդ սպասարկումը եղել է 18 թվականից, թե 20 թվականից։ Ես 19 թվականի սեպտեմբերին, երբ ներկայացրել եմ հրաժարական, հստակ խոսել եմ հրաժարականի պատճառների մասին։ Ես այն ժամանակ չեմ տեսել, որ նման քայլեր իրագործվում է, բայց մարդ, ով տիրապետում է մի քիչ ավելի շատ տեղեկատվության եւ վերլուծելու ունակություն ունի, հասկացել եմ, որ այո, մեր երկիրը ցավոք սրտի գնալու է այն ճանապարհով, որով գնացել ենք, բայց անգամ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ հասնելու ենք այս իրավիճակին, որը մենք այսօր ունենք։ Պարոն Վանեցյանին հեռացնելու քայլեր ձեռնարկելու եք, թե չէ։ Ես 19 թվականի սեպտեմբերից ձեռնարկում եմ քայլեր Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ։ Ինչի՞ չի ստացվում։ Այդ հարցը ամենակարևոր հարցն է, որը մենք պետք է ինքներս մեզ տանք եւ ոչ միայն ես ինքս ինձ, այլ մնացած այն մարդիկ, մեր քաղաքացիները, հազարավոր, 100 հազարավոր քաղաքացիները, որոնք եւս ունեն այդ նպատակը, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվում, պատճառը նա է, որ Փաշինյանը եւ իր իշխանությունը ցանկացած քայլի դիմում են իշխանությունը պահելու համար, ցանկացած քայլի, ապօրինությունների, սադրանքների, մարդկանց ձերբակալումների, վախեցնելու, ուժ կիրառելու, ամեն ինչ անում են այս իշխանությունները, որ իշխանությունը հանկարծ չկորցնեն։ Այս մարդիկ իշխանությունը համարում են իրենց անվտանգության երաշխիքը մեկ եւ երկրորդ ամենակարևորը իրանք վայելում են իշխանությունը, ոչ թե ծառայում են ժողովրդին։ Ուստի նրանց համար իշխանության կորցնելը հավասար է մահի ճակերտների մեջ, որովհետեւ ոչ մի բան չունենալով, ոչ մեկ չլինելով այսօր նրանք հարստացել են, նրանք ունեն լծակներ, նրանք ունեն մեծ պահակախմբեր, որոնց միջոցով շրջում են ամենտեղ։ Ուստի նրանք ամեն ինչ անելու են, որ իշխանությունը չկորցնեն, բայց դա ներողություն, բայց դա մեզ չպետք է հուսահատեցնի եւ մենք ասենք դե ձեռքներս լվանանք, թող մնան։ Ոչ, պայքարելու ենք, բայց եկեք ժամկետներ չնշենք, ոնց ենք, երբ ենք ազատվելու այս իշխանություններից, հավատացած եղեք։ Ես կարծում եմ այո։ Քաղաքական դաշտում ընտրությունների միջոցով Ես կարծում եմ այո, որ կա հնարավորություն ընտրություններով ազատվել այս իշխանություններից, որը ցույց տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հատկապես վերջի Գյումրիում եւ Փարաքյարում անցկացված, մինչ այդ, եթե կհիշեք, տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր համայնքներում եւս եղել են ընտրություններ եւ ընդդիմությունը եւս ունեցել է հաջողություն եւ հաղթանակ։ Հիմա բայց քննադատում են